Բարև ձեզ։ Անցյալ չորեքշաբթի օրվա մեր փոքր խմբի ուսումնասիրությունից հետո մեր հարգելի ունկնդիրներից մեկը կարևոր հարց բարձրացրեց եւ շնորհակալ ենք այդ հարցի համար։ Հարցը հետեւյալն էր. ինչպես կարելի է աղոթել նստած։ Աղոթում են ծնկած կամ կանգնած։ Տիրոջ առաջ եք։ Ուրեմն այս խոսքերով հարցը մեզ համար հետևյալն է. միթե հնարավոր չէ, որ նստած աղոթք անենք, ինչու որովհետև մեր փոքր խումբերում սովորաբար նստած աղոթք ենք անում։ Հիմա Տիրոջ խոսքում մենք գիտենք աղոթքի տարբեր ձևեր կան։ Զորօրինակ կանգնած աղոթք կա։ Աննան 1 Թագավորաց 1:26-ում այսպես ասաց. «Ո Տեր իմ, ահա կենդանի է քո անձը։ Ես անգինն եմ, որ այստեղ կանգնել էի քեզ մոտ Տիրոջն աղոթք գնելու»։ Ուրեմն Աննան կանգնած աղոթք էր անում։ Եվ նաև Ղուկաս 18-ում Ղուկասի ավետարան 18-րդ գլխի մեջ 11 եւ 13 համարները ուրեմն փարիսեցին առանցին կանգնած այս աղոթքն էր անում, չնայած որ իր աղոթքը հավատարիմ աղոթք չէր, ինչպես գիտենք, բայց Ղուկաս 18:13-ում իսկ Մաքսավորը հերու կանգնած չէր էլ կամենում աչքերը երկինք բարձրացնել, ահավասիկ ինքն ալ կանգնած էր եւ որ աղոթք էր անում, ալ ձեծում էր իր գուրծքը եւ ասում. «Ով Աստված ողորմիր ինձ մեղավորիս»։ Ուրեմն կանգնած աղոթք անելը սուբկրային է։ Նաև ինչպես ասացինք, այդ հարցում ոչ թե միայն կանգնած պետք է աղոթք արեցվի եւ հապա ծնկի վրա։ Զորնակ Սուրբ գրքի մեջ սայալ ունենք, շիդագ է սա, Դանիել 6:10-ում Աստծո ասում է, երբ Դանիելն իմացավ, որ ռովարդակը ստորագրվել է, գնաց իր տունը։ Նրա վերնադան բադուանները բաց էին դեպի Երուսաղեմ։ Նա օրը 3 անգամ ձնրադրում էր, աղոթում եւ գոհաբանություններ հայտնում Աստծուն։ Ուրեմն տեսնում եք, որ Դանիել ինք իր սովորության համաձայն ձնրադրած աղոթում էր, ծնկի վրա աղոթում էր։ Եվ նույնպես Պողոս առաքյալը, երբ ինք իր վերջին խրատականները տվեց Եփեսացվոց եկեղեցու երեցներին Գործք 20:36-ում Աստծո խոսքը այսպես ասում է. «Եվ երբ այս ասաց Պողոս առաքյալ, այսինքն բոլորի հետ ծնկի եկավ եւ աղոթեց։ Իհարկե, ուրեմն աղոթելը սուրբկրային է, որ կանգնած լինի, կարանք կանգնած աղոթել, կարանք ծնկի վրա աղոթել, ձնրադրած, կարանք նաև ուրիշ տեսակ աղոթքի ձևեր կան, երբ մենք քայլում ենք կարանք աղոթել, երբ մենք մեր մահճակալի վրա պարգած ենք կարանք աղոթել, երբ մենք գարթում ենք կամ գրում ենք, սրանք ուրիշ ձևեր են, էլի, որ կարանք աղոթել այս կերպերու միջոցով։ Իհարկե, հիմա պիտի չանդրադառնանք համարների վրայով այս մյուս տարբերակների առումով, ինչու որտեղ մեր հարցը հետևյալն է. միթե սուրբկրայնորեն արդարացի է, Սուրբ Գիրքը մեզ թույլատվություն տալիս է, որ աղոթենք նստած, ինչպես այդ հարցը մեզ տրվեց։ Աստծո խոսքից կարգ մհատվածներ կնայենք Ըլլահին ուխտից եւ Նոր Գտակարանից, որ հաստատում են, որ Աստծո ժողովուրդը գարա սուրբկրային առումով, այո, այդ իրավասությունը ունեն, որ աղոթեն նստած վիճակում։ Առաջին օրինակը 2 Թագավորների կամ 2 Թագավորաց 7-րդ գլուխ, ուրեմն Տերը ուղարկեց Նաթան մարգարեն Դավիթի եւ ասեց. «Նայ, ես քո դունը հավիտյան պիտի ապահովեմ»։ 2 Թագավորաց 7:16-ում։ Բայց հստակ արեց Տերը, որ դու պիտի չլինես այն անձը, որ պիտի
անես ինչ որ իր զավակը պիտի անե, դաջարը շինե։ Հիմա այստեղը 18 համարից Աստծո ասում է, ապա Դավիթ թագավորը գնաց նստեց Տիրոջ առաջ եւ ասաց. Ով ամենագալ դեր, ով եմ ես եւ ինչ է իմ դունը, որ ինձ բերեցիր մինչեւ այստեղ, ինչու որտեղ Տերը ասած էր նրան, որ Նաթամարկարեի միջոցով, որ դու պիտի թագավոր լինես, իհարկե Սամուել օծեց նրան եւ ինք ոչխարների հետևից նայում էր եւ Տերը Իսրայելի թագավոր իշխան գարկեց երկու թագավորած 7 8 եւ իհարկե Տերը իր ճշտամիները կոդորեց նրա արչեւ եւ թագավոր օծեց Տիրոջ ժողովրդի վրա եւ իր աթոռը խոստացավ թագավորության հաստատի Ավիդյան, ինչու որովհետեւ Քրիստոսի միջոցով, որ Դավթի սերունդից է, ինք պիտի լինի այդ օծյալը Դավիթի ժառանգ։ Նրանով է, որ Դավիթի թագավորությունը կհաստատվի Հիսուսով, կհաստատվի Դավիթի թագավորությունը Հավիտյան։ Ուրեմն Նաթան, երբ գնաց Դավիթ այդպես աղոթեց, ուրեմն Սուքիկը ասում է, Դավիթ նստեց Տիրոջ առաջ եւ ասաց, ասիկ իր աղոթքը, ով ամենագալ դեր, ով եմ ես եւ ինչ է իմ տունը, որ ինձ բերեցիր մինչեւ այստեղ։ Սակայն այս էլ քո աչքին դեռ փոքր երևաց, ով ամենագալ դեր եւ քո ծառայի դան մասին հեռավոր ժամանակի համար էլ խոսեցիր։ Շնորհակալության աղոթք է, երախտագիտության աղոթք է։ Եվ թող սա լինի մարդկանց կանոնը, ով դեր։ Եվ Դավիթն էլ ինչ ասի քեզ, որովհետև դու, ով ամենագալ դեր, ճանաչում ես քո ծառային։ Այս բոլոր մեծ բաները կխոսքի համար եւս քո սրտի արեցիր, որպես իմացնես քո ծառային։ Դրա համար որչափ մեծ ես, ով Տեր Աստված, որովհետև քեզ նման մեկը չկա, քեզանից բացի Աստված չկա։ Մեր ականջներով մեր բոլոր լսածների համաձայն։ Եվ որ ասկն է երկրի վրա Իսրայելի քո միակ ժողովրդի պես, որին բրգելու համար Աստված ինքը եկավ, որ նրան ժողովուրդ դարձնի իր համար, եւ փառավորի իր անունը եւ քո երկրում կատարի այս մեծ ու սոսկալի գործերը քեզ համար։ Եգիպտոսից ազատված քո ժողովրդի արժևից քշելով ազգերին ու նրանց ասվածներին եւ Իսրայելին քո ժողովրդին Հավիդյան քեզ համար ժողովուրդ հաստատեցիր, ով եւ դու ով դեր եղար նրանց Աստվածը։ Եվ հիմա ով դեր Աստված, այս խոսքը, որ ասել ես քո ծառայի եւ նրա դան համար, Հավիդյան աստադիր եւ արա ասածիդ բես։ Քո անունը Հավիդյան թող փառավորվի եւ ասեն թե զորությունների Տերը Իսրայելի վրա Աստված է եւ քո ծառա Դավթի դունը հաստատ մնա քո առջև, որովհետեւ ով զորությունների Տեր Աստված Իսրայելի դու հայտնեցիր քո ծառային եւ ասացիր քեզ համար դուն պիտի շինեմ, սրա համար էլ քո ծառան սիր դարավ քո առջև այս աղոթքը ընելու 27 համար, ինչ որ տեսանք 18 համարում Դավիթ նստեց եւ Դավիթ այս երկար ու փառակ աղոթքը անում է Տիրոջ առաջ։ Եվ հետո 20 համարում ինքը նրա աղոթքը ամբողջացնում է։ Այս նույն զուգահեռ հատվածը գտնում ենք մեկ մնացորդած 17-րդ գլխի մեջ 16-ից 27 համարներում Էլի Ազոխոսքը նույն բանը հաստատում է, որ Դավիթ նստեց եւ Տիրոջ առաջ այս աղոթքը արեց։ Սա 5 դագարանում Էլի ուրիշ մի օրինակ եւս դադավորացի մեջ դադավորած 20 26 եւ 27 համարներում դադավորած 20 26 եւ 27 համարներում Ազոխոսքը ասում է այն ժամանակ Իսրայելի բոլոր որդիները, այսինքն ամբողջ ժողովուրդը ելան Բեթել գնացին եւ այնտեղ նստեցին Տիրոջ առաջ։ Այնտեղ Տիրոջ առաջ գտնվեցան, ինչպես որ Եբրայերում գասե։ Լաց եղան եւ այդ օրը մինչեւ իրիկուն ծոմ բահեցին եւ Տիրոջ առաջ ողջագեզներ ու խաղության զոհեր մատուցեցին եւ Իսրայելի որդիները Տիրոջ հարցրին։ Իհարկե, աղոթք բառը այստեղ չի օգտագործվում, բայց երբ նստեցին, նրանք ինչ արեցին Տիրոջ առաջ։ Լաց եղան, մինչև երկուն ծոմ բայեցին։ Մենք գիտենք, սիրելիներ, որ ծոմաբավություն առանց աղոթքի իմաստ չունի։ Եվ հետո հարցրեցին, ասում է Տիրոջը։ Մենք ինչպես հարցնում ենք Տիրոջ, ինչպես խոսում ենք Տիրոջ հետ, աղոթքի միջոցով։ Էլի առնչությունը նա է, սիրելիներ, որ նրանք աղոթք արեցին Տիրոջ, երբ Տիրոջ առջև նստան։
Գնալով նոր ուխտին գնալով, նայեցեք, Աստծո հետևյալը ասում է, մեր Տեր Քրիստոսի օրինագից խոսանք։ Եվ Տերը 5000-ը կերակրեց, Մատթեոս 4:19-ում, Մատթեոս 14:19-ում, ասում է, որ Հիսուսը կարկատրեց, որ ժողովուրդը խոդերի վրա նստի։ Նա վերցնելով 5 հացն ու 2 ցուգը երկինք նայեց ու օրհնեց։ Սա իր գերբն է շնորհակալության աղոթք ասելու։ Եվ Սուրբ Գրքում քանի օրինակներ ունենք, որ Տերը ինք երբ որ աղոթում է կամ շնորհակալություն հայտնելով կամ օրհնելով, սրանք այս երկու արտահայտությունները շնորհակալություն հայտնելը եւ օրհնելը համաունչ են նրա աղոթքին, ինչու համար ինք հորը գոհություն տալիս է, շնորհակալություն տալիս է։ Նստեցրեց ժողովրդին եւ նստեցնել է ետքը, ինչպես մենք սովորություն ունենք, մենք ճաշի գլխի եւ որ նստում ենք, իհարկե գանգնազալ գարանք անել, բայց սովորաբար նստում ենք հացի համար, հաց ուտելու համար եւ աղոթում ենք, օրհնում ենք Տերը, շնորհակալություն ենք տալիս նրան իր բարիքների համար։ Եվ սա միակ հատվածը չէ, ինչու որովհետեւ հետո երբ որ նայենք Մարգոս 6:39-ից 41, Ղուկաս 9:14-ից 16 եւ Հովհաննես 6:10-ից 11 էլի նույն բաների մասին կխոսա։ Օրինակ, այսինքն Սուրբ Գիրքը քանի անգամ հաստատում է այս նույն կերպը, դեռ նստեցնում է նրանց եւ ինք օրհնություն տալիս է աղոթումը։ Զորօրինակ Հովհաննես 6:10-11-ում Հիսուսն էլ ասաց. «Մարդկած քեդնին նստեցրեք»։ Այնտեղ շատ խոտ կար, արդ նստեցին, շուրջ 5000 մարդ կար։ Հիսուսը հացը վերցրեց, գոհություն հայտնեց Աստծուն, ավասիկ գոհություն հայտնեց Աստծուն եւ փաշխեց նստածներին։ Եթե Հիսուս ինք ցանկանար, կարար ասեր, դուք սխալ եք անում, գանգնեցեք, որ միասին գոհություն հայտնենք Աստծուն, շնորհակալություն հայտնենք Տիրոջը եւ հետո միասին գարանք նստել եւ ուտել։ Ոչ, նրանց նստեցրեց եւ հետո միասին կերան, ինչպես նշեցինք Ղուկաս 9:14-ից 16, էլի նույն պատմության մեջ այսպես ասում է, ուրեմն Հիսուս ասեց դրանց խումբ 50 նստեցրեք, այդպես էլ արեցին ու բոլորին նստեցրին, վերցնելով 5 հացն ու 2 ցուգը դեպի երկինք նայեց, դրանք օրհնեց ու մաս արեց եւ աշակերտներին տվեց, որպեսզի ժողովրդի առաջ դնեն։ Եվ Մարգոս 6:39-ից 41-ն էլ նույնանման կերպով խոսում է։ Այդ ժամանակ նրանց կարկատրեց, որ բոլորին խումբ նստեցնեն խոդի վրա եւ նրանք 10 նստեցին, 100-50 Հիսուսը վերցրեց 5 հացն ու 2 ցուգը դեպի երկինք նայեց, դրանք օրհնեց եւ իհարկե բաժնեց տվավ եւ նրանք Աստծո ասում է 42 ամառում կերան ու գշտացան։ Ղուկաս 24:28-ից 32 նայեցեք ինչ ասում է Աստծո խոսքը։ Երբ մոտեցան այն գյուղին, որ գնում էին, Հիսուսը ծեվացրեց, թե ավելի հեռու դեղ է գնում, եւ նրանք ստիպեցին նրան ու ասացին. «Մեզ հետ մնա, որովհետեւ երեկոյան դեմ է, օրն էլ վերջանում է»։ Եվ նա գյուղ մտավ, որ նրանց հետ մնա։ Եվ երբ նրանց հետ սեղան նստեց, հաց վերցնելով օրհնեց, կտրեց ու նրանց տվեց։ Նայեցեք, նույն բանն է, հաց օրհնել, ասել է, որ ինք աղոթեց, շնորհակալություն հայտնեց, օրհնեց եւ տվեց։ Եվ նստեցան սեղան եւ իհարկե հաց կերան, աչքերը բացվեցին, նրան ճանաչեցին եւ նա աներևութացավ նրանցից, ասում է Աստծո խոսքը։ Տեսնում եք, որ Տերը հաց ուտելու ադեն սեղան նստան միասին եւ ինք օրհնեց այդ ջաշը եւ տվավ այդ ջաշից, հացից, որ միասին ուտեն։ Հետո ուրիշ տեղ 4000-ի գերակրման ընթացքում Մատթեոս 15, 35 եւ 36 համարներում Աստծո խոսքը ասում է. Հիսուս ժողովրդին գարկատրեց, որ նստեն գետնին։ Սա ուրիշ պատմություն է, 5000-ը չէ, 4000-ն է։ Նա վերցրեց այն 7 հացն ու ցգները, գոհություն հայտնեց, մաս արեց ու գդրեց, աշակերտներին տվեց, աշակերտներն էլ ժողովրդին, եւ բոլորն էլ կերան ու գշտացան։ Էլի նստեցրեց նրանց։ Ուրիշ տեղ, հիշում եք, Տերը իր վերջին
ընթրիքին նրա աշակերտների հետ, երբ ինք այդ զատկվա ընթրիքը կերավ եւ այդ երեկո ինք սահմանեց դիրոջ սեղանը, նրա մարմինը հացով, այդ խորտանիշով եւ նրա արյունը գինու խորտանիշով, ուրեմն Աստծո ասում է Մատթեոս 26, 20 եւ 26 համարներում, երբ երեկո եղավ, Հիսուսը 12-ի հետ սեղան նստեց։ Եվ 26 համարում կարդում ենք, որ նստեցին սեղան, մինչ նրանք ուտում էին, Հիսուսը վերցրեց հացը, օրհնեց, գդրեց, դվեց աշակերտներին եւ ասաց. «Արեք կերեք, այս է իմ մարմինը»։ Էլի դիրոջ սևը օրհնելը, շնորհակալություն տալը, ուտելը, ուրեմն երբ սեղանի շուրջ նստած էին, եւ նայեցեք, այդ նստեց ասումը ոչ թե միայն բարձ աթոռի վրա նստած էր, որովհետեւ այդ արդայությունը նշանակում է նստեց եւ այսպես մի գոմ գրնած, այսպես գոմի վրա, արմուկի վրա, ասի մի խոսքով նստած չէ, հաբա մի գոմի վրա գրտնած է, սովորության համաձայն այնատենվա։ Եվ էլի, սա Հիսուսի ծևն էր, շնորհակալություն տալը, օրհնելը հորը, իհարկե, եւ օրինքը օրհնեց, ասում է, միևնույն ինք մեզ սովորեցրեց, որ մենք եւ որ աղոթում ենք հայր մեր, որ երկինքը սեսկանուց սուրբ լինի, մեր ամենօրվա հացը այսօր է մեզ դուր, ինքը մեր օրինակն է, որ այդ օրհնությունը տալով բոլորը հասկանում են այդ գաբը, որ ինքը ունի հորը հետ, ինքը բարձրապես անգախ հորից չի անում այդպիսի օրհնություն, ուրեմն այս առումով այդ օրհնությունը աղոթք է, սա կարևոր է նկատի ունենալը։ Եվ ուրիշ մի օրինակ Հովհաննես 11:41-ում, երբ ինք Ղազարոսի հարություն տալիս էր, եւ քարը բարձրացրին, Հիսուսն աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. «Հայր, շնորհակալ եմ քեզ»։ Հիշում եք մի դեղ գարտասինք, որ աչքերը վեր բարձրացրեց, օրհնեց գոհություն տալով այդ առումով, այստեղ էլ աչքերը վեր բարձրացրեց, ասաց. «Հայր, շնորհակալ եմ քեզ, որ ինձ լսեցիր»։ Ավասիկ, սա էլ աղոթք է։ Իհարկե, այստեղ ինքը Գարձում ենք, հավատում ենք, որ գանգնած վիճակում էր, բայց այդ խորհուրդը, որ ուզում ենք այստեղ մատնանշել, որ երբ ինք աչքերը վեր բարձրացրեց եւ ասաց հորը հետ գաբի մեջ է, նույնպես մյուստեղ, երբ աչքերը վեր բարձրացրեց, օրհնեց Տիրոջը շնորհակալություն գոհություն տալով, որովհետեւ բոլորը այդ օրինագից սովորեն, որ Տիրոջ վստահել նրանց ամեն օրվա հացի համար, սնունդի համար, կարիքների համար։ Եվ նույնպես Ղուկաս 22-ում, Ղուկաս 22:14-ում Աստծո ասում է. «Եվ ժամը հասավ, նա սեղան նստեց, 12 առաքյալներն էր նրա հետ, եւ 17 համարում, երբ բաժակը վերցրեց, գոհություն հայտնեց ու ասաց. արեք դա ու ձեր մեջ բաժանեք»։ Սա Տիրոջ դակավին ընթրիքը չէր, հաբա այդ զատկվա ընթրիքի հետ կապ ունենող բաժակի մասին էր, ինչու որովհետեւ 19 համարում ինք այնտեղ սկսում է Տիրոջ ընթրիքը սահմանել, հացը վերցնելով այդ հերթականությունով, առաջ հացը գոհություն հայտնեց եւ հետո իհարկե ասեց ընթրիկից հետո 20 համարում բաժակը վերցրեց եւ ասաց այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով։ Ուրեմն էլի տեսնում ենք, որ Տերը գոհություն հայտնեց 17 համարում, երբ ինք այդ զատկվա բաժակը վերցրեց, երբ նրանք 14 համարում աշակերտների հետ մեր Տերը նստած էր սեղանի շուրջ։ 26 գլխի մեջ Մատթեոսու ավետարանում, Մատթեոս 26 36-ից 39, այդ ժամանակ Հիսուսը նրանց հետ եկավ մի տեղ, որ Գեթսեմանի էր կոչվում, եւ աշակերտներին ասաց, նայեցեք ինչ ասեց. նստեք այստեղ, մինչև գնամ այնտեղ աղոթեմ, նստեք ասեց։ Եվ իհարկե գիտենք իր հետ վերցրեց Պետրոսին, Զեբեդեոսի երկու որդիներին եւ սկսեց դրդմել ու դակնաբել, այն ժամանակ նրանց ասաց հոգիս մաուճապ դրդմած է, այստեղ մնացեք ու ինձ հետ արթուն եղեք, արթուն գացեք ինձ հետ։ Եվ մի քիչ առաջանալով ինք երեսնիվայր ընկավ, նայեցեք, երեսնիվայր աղոթք կա, միան ձուն կրկնելով չէ, երեսնիվայր ալ կա, գանգնելով ալ կա, քայլելու ատեն կա, բարկած ատեն կա, ինչու բարկած ատեն Սամոս 4:4, Սամոս 63-ում էլի այդ թեմաներու մասին առնչություններ ունի այդպիսի աղոթքի ծևի նկատմամբ։ Ուրեմն Հիսուս չասեց իր աշակերտներին, որ գանգնած մնացեք այստեղ, ես մինչև երթամ աղոթեմ։ Չայդպես չասեց։ Չասեց գանգնած մնացեք։ Նստեք ասեց։
Մինչ ես երթամ եւ աղոթ քնեմ։ Չէ թե ոչ, եթե դերը ինք այդպեսի կարծեր, որ անարքանք է Աստուծո, որ նրանք պիտի նստած մնային, երբ ինք նույնիսկ երեսնի վայր ընկնելով ինքը աղոթում էր, ինք ասեր աշակերտներին կանգնած մնացեք ինձ հետ, այդպես չասեց։ Եվ հետո մի հատված եւս Մատթեոս ավետարանից 6-րդ գլխի մեջ ծանոթ հատվածը 5-րդ համարից, երբ աղոթք կանես, չլինես գեղձավորների պես, որոնք սիրում են ժողովարաններում եւ հրապարակների անկյուններում գանգնած աղոթել։ Հիմա գանգնած աղոթելու մեջ սխալ բան չկա, բայց այստեղ նայեցեք նրանց դրդապատճառը, որբեսի մարդկանց դեսանելի լինեն։ Եթե նստած լինեն, մեկը չի տեսնում։ Գանգնած ցեվագերբությամբ, ցեվարիգությամբ մարդիկ ավելի կարան ուշադրություն դարձնել։ Որբեսի մարդկանց դեսանելի լինեն, եւ Հիսուս ասեց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրանք իրենց վարձն ստացել են, այսինքն նրանց վարձը ումից ստացել են արդեն իսկ, ոչ թե հորից, հաբա ժողովրդից, որ ասում են, ինչ մարդիկ են սրանք կրոնավոր»։ Բայց դերը հետո ասեց 6-րդ համարում. «Այլ երբ դու աղոթես, մտիր քո սենյակը, փակիր դուռդ եւ ձաձուկ աղոթիր քո հորը, եւ քո հայրը, որ տեսնում է ձաձուկը, հայտնաբես գադուցի քեզ»։ Նայեցեք, Հիսուս օրենք չի դնում, ոնց պետք է մեկը աղոթե, ինչ կեցվածքով ֆիզիկական։ Բարձրապես ասում է, դու մի աներ նրանց նման, քո սենյակը մտիր, ծածուկ կերպով աղոթիր, սա առումով, որ այդ հագարակ բանը արա, ինչ որ նրանք անում են ցեվագերբության համար, որովհետեւ մարդկանց գովասանքը ընդունեն։ Ոչ։ Հիսուս ասում է, բագիր կուտուրդ, ձաձուկ աղոթիր քո հորը, երբեք չասեց միայն գանգնած կարաս ձաձուկ աղոթել, ոչ։ Այդ ազատությունը ունենք աղոթելու նստած, ձաձուկ, երեսնի վայր, ընկած, ոնց որ գամ բարգատ, ոնց որ ուզում ես։ Բայց կարևորը, որ աղոթես, սրտանց աղոթես, մաքուր շարժարիտով, դրդապատճառով աղոթես։ Եվ հետո ասեց 7 համարում, երբ աղոթ եք անում, մի շադախոսեք հետանոսների պես, որոնք կարծում են, թե իրենց շադախոսությամբ լսելի պիտի լինեն։ Արդ նրանց մի նմանվեք, որը ձեր հայրը գիտի, թե ինչ է ձեզ պետք, նախքան նրանից ձեր ովևէ բան խնդրելը։ Եվ հետո ասեց. արդ դուք այսպես աղոթեք, հայր մեր, որ երկնքում ես, այսպես աղոթեք, առաջ Աստծո մեծությունը, սրբությունը, արքայությունը խնդրեք, բարապանեք նրան, նրա սրբության համաձայն, նրա մեծության համաձայն, հետո ասեք 11 համարում, դուր մեզ այսօր մեր հանաբազորյա հացը։ Հիսուս չասեց տերունական աղոթքում, ավելի ճիշտը աշակերտի աղոթքում։ Սա աշակերտի համարը։ Հիսուս չասեց գանգնած միան աղոթեք, օրենք չդրեց, ազատ ենք աղոթելու տերունական աղոթքը ոնց որ ուզում ենք։ Իհարկե, եկեղեցիում գանգնած կաղոթենք, աղոթում ենք գանգնած, բայց սխալ չէ, եթե նստածալ աղոթենք, եկեղեցիում է, բայց այո, մեր եկեղեցիներում սովորություն ունենք գանգնածալ աղոթելու եւ երբեմն նստածալ աղոթելու, գախում ունի, ժողով դարբեր ցևով անում ենք մեր աղոթները։ Եվ հետո նայեցեք Աստծո խոսքը մեզ ինչ իսեցնում է։ Մենք հիշում ենք, որ այդ Փարիսեցին Ղուկաս 18-ում եւ այդ Մաքսավորը երկուքն էլ գանգնած էին, բայց մեկումը աղոթքը շիդագ աղոթք էր, արտարացի աղոթք էր, արտար աղոթք էր, մյուսինը ոչ։ Բարձրապես երկու գանգնում են, սա բանը չի նշանակում։ Մեկը բարձրապես ցեվագերբության համար աղոթում էր, իսկ մյուսը ճշմարտապես ինք խնդրում էր ապաշխարության օգիով, որ Աստված ների նրան մեղավորին։ Եվ Մարգոս 15 ներողություն, Մարգոս 11 25-ից 26 համարներում Աստծո խոսքը ասում է. «Եվ երբ աղոթքի գանգնեք, եթե մեկի դեմ որևէ բան ունեք, ներեք, որպես ձեր հայրն էլ, որ երկնքում է, ձեր անցանքները ցեզների, բայց եթե դուք չներեք, ձեր ինքնավոր հայրն էլ ձեր անցանքները չի ների ցեզ»։ Այսինքն Հիսուս ասում է, որ ավելի կարևոր է, որ մենք մտորենք մեր սրտի խնդիրների հետ, ոչ թե արտաքին գեցվածքի հետ աղոթքի նկատմամբ։ Իհարկե մենք չենք ասում, որ անարքական ցևով աղոթենք։ Մեկը գարա, ինչպես Սամոս 1-ը ասում է,
ասում է հիշում եք Սամոս 1-ում, որ ամփարիշտը ինչ անում է, ամփարիշտը հագարակը անում է արդարին, օրինակ արդարը ասում է ձաղր անողների աթոռի վրա չի նստում, Սամոս 1-1-ում, այսինքն մի խոսքով ուզում ենք ասել, որ մեկը գարա ձաղր անողների, ամփարիշտների նման նստած նույնիսկ աղոթի, հիմա մենք այստեղը չենք մեկնաբանում Սամոս 1-1-ը, հապա իբր խաղապար, իբր սկզբունք, որ մեկը կարա նստած աղոթի, բայց սիրտը Տիրոջից հեռու է։ Ձաղր անողների սարումով աթոռի վրա կարա նստիլ, բայց գանգնած կարա անել սրտանց, կամ հագարակը կարա անել, սրտանց փարիսեցիների նման երևալու համար կարա անել, բայց նստած կարող է մաքուր ցևով աղոթել սարումով, որ ինք երբ նստած է աղոթում է սրտանց աղոթում է։ Այո, գանգնածալ աղոթելը սրտանց կարևոր է, նստածալ, ծնգիալ եւ այլն, բայց բոլոր ասելիքնի սա է, որ չի նշանակում, որ մեր դուրսի գեցվածքը գերիշխի մեր աղոթքի կյանքի վրա, ինչու, որովհետև եթե միան դուրսով մենք սպառված ենք եւ ոչ թե մեր սրտով, սրա մեջ խնդիր կա, ինչու, որը Մարգոս 11:25-26-ում ինչպես կարդացինք, եթե գանգնենք աղոթքի եւ մեգու մտեն բամ ունենք, պետք է ներենք անոր, որովհետեւ հայրը մեզ շարունակե այդ զգացումը, այդ հասկացողությունը մեր սրտերում բաբանել, որ մենք ներված ենք նրանից, նրա համար շատ հավատացյալներ դժվարություն ունեն իրենց աղոթների մեջ, որովհետև չեն կարող ներել ուրիշներին, ուրիշ հավատացյալներին։ Իրենց աղոթները բարձրապես թութակի նման ըսված աղոթներ են։ Եվ Տերը չի լսում այդպես աղոթներ, ինչու որ աններող հոգի կա, չներող հոգի կա դակավին այդտեղը։ Ուրեմն ազոխոսքի Հիսուսի ազոխոսքի գենտրոնացումը, որ ինք կարևորություն է տալիս նրա վրա, է, որ մեր սրտի գեցվածքը շիդակ լինի նախ եւ առաջ եւ երկրորդ արդակինով սպառվենք աղոթքի նկատմամբ։ Եվ վերջին հատվածները Կորց Կարակելոցից, Կորց Կարակելոց 1:15-ում ասում է. «Եվ այդ օրերին Պետրոսը վեր կացավ, գանգնեց եղբայրների մեջ։ Այնտեղ 120 հոգու չափ բազմություն կար։ Վերնադան մեջ դերը արդեն անբարձավ եւ Պետրոս գանգնեց, ասում է, եղբայրներին խոսեցավ եւ ինչպես գիտենք պատմության մեջ նրանք ցանկացան ընտրել Հուդայի դեղ այդ 13-րդ ճշմարիտ առաքյալը, ինչու այդպես ասում ենք, որտեղ Հուդան ինքը ճշմարիտ առաքյալ չէր, հավատացյալ երբեք չէր, ըստ Ազոխ խոսքին։ 6-րդ գլուխ Հովանու ավետարան, գարտացեք 60-ից 71 համարները։ Եվ երբ ընտրեցին, նայեցեք ինչ ասում է 24 համարում, աղոթելով ասացին, դու դեռ որ գիտես բոլորի սրտերը, հայտնիր թե այս երկուսից ում ես ընտրել եւ այլն։ Հիմա միայն բացմության մեջ տեսնում ենք, որ Պետրոս գանգնեց մյուսերի մեջ։ Առաքյալներն այնտեղ էին, ամենը մեկ 120 հոգի էին։ Սա չի նշանակում, որ առաքյալները չգանգնեցան, սա չի նշանակում ուրիշներ չգանգնեցան, բայց տեքստից չեն կարող սա բարձրապես երևակայել ասելով, որ բոլորն էլ գանգնեցան, երբ աղոթեցին։ Տեքստը չի ասում սա։ Տեքստը միայն ինչ որ ստագորեն ասում է Պետրոս գանգնեց։ Հա, հնարավոր է, որ բոլորն էլ գանգնեցին, կամ միայն առաքյալները գանգնեցին, եւ մյուսերը նստած մնացին։ Չգիտենք։ Բայց մի բան գիտենք, Պետրոս գանգնեց, խոսեցավ եւ աղոթեցին։ Հետո նայեցեք ինչ ասում է երկրորդ գլխի սկզբից։ Եվ Պենտեկոստեի օրը բոլորը միասին գտնվում էին նույն տեղում։ Հավանական է այդ 20 հոգի մասին ակնարկում է, այդպես հավատում ենք, երբ ասում է բոլորը, հանգած երկնքից սաստիկ քամու պես մի ձայն ընչեց եւ լցրեց ամբողջ դունը, որտեղ նստած էին։ Եվ նրանց երևացին բաժանված հրե լեզուներ, որոնք նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա։ Բոլորը լցվեցին Սուրբ Հոգով։ Նստած էին, Սուրբ Հոգով լցվեցին եւ սկսեցին ուրիշ լեզուներով խոսել։ Հիմա մեր ուսումնասիրությունը Սուրբ Հոգու բարգեւի եւ նրա այդ լեզուներով խոսելու կարողության մասին չէ, ինչ որ Պենտեկոստեի օրը պատահեց։ Հապա ուզում ենք անդրադառնալ հետևյալին, որ նրանք նստած էին եւ Սուրբ Հոգու բարգև ընդունեցին եւ սկսեցին
խոսել ուրիշ լեզուներով։ Եթե նրանք այդ աղոթքի օգով կարանք ասել, պատկերացնել, որ այնտեղ հավաքված են, իհարկե աղոթքի օգով հավաքված են, նույնիսկ եթե չեն աղոթում, աղոթքի օգով հավաքված են ըստ Տիրոջը խոստումին հնազանդությամբ, որ սպասեն Տիրոջ բարգևին։ Երուսաղեմ մնան Տիրոջ բարգևը գալիս էր։ Եվ եկավ Պենտեկոստեի օրը։ Եվ նրանք ուրիշ լեզուներով սկսան խոսել Սուրբ Օգով, բոլորը լծվեցին։ Տեսնում ենք։ Եթե նստած վայրում սխալ բան կար, որ նրանք եկած էին միասին հավաքված էին աղոթքի օգով, նույնիսկ եթե տեքստը չի ասում, որ աղոթում էին։ Մենք չենք կարող ասել, որ Սուրբ Օգով նրանք լեցվեցին, ուրեմն նստած կարան, բայց աղոթքի համար միայն կանգնած պետք է մնան։ Աղոթքը եթե կարևոր է, մենք գիտենք, որ Տիրոջից Սուրբ Օգու բարգևը ընդունելը այնատեն։ Մենք գիտենք, որ սա շատ հիմնական եւ շատ կարևոր է թե մեզ համար, մեր քրիստոնեական հավատքի համար։ Ուրեմն այս բոլորը ասելով, եղբայրներ եւ քույրեր ջան, բարձրապես ուզում ենք Աստծո խոսքից շեշտել, որ Աստծո խոսքը հստակորեն անում է, որ աղոթքի տարբեր ցևերը կան ֆիզիկական դրսի արտահայտությամբ։ Մենք կարանք կանգնած աղոթել, քայլելով աղոթել, երբ նստում ենք կարանք աղոթել, ծունկի վրա կարանք աղոթել, երեսնի վայր, ինչպես Դանիել կարանք աղոթել, Հիսուս կարանք աղոթել, ծունկի վրա Դանիելի նման կարանք աղոթել, եւ տարբեր ուրիշ օրինակներ կան Աստծո խոսքից, որ մեզ ցույց տալիս են, որ կարանք աղոթք անել այս բոլոր ցևերով նստած էլ նաեւ կարանք աղոթել, գոհություն հայտնել, շնորհակալություն հայտնել Աստծո։ Ամեն բան կարանք անել աղոթքի միջոցով նստած կերպով։ Ուրեմն կարևորը, որ երբ աղոթում ենք, մեր սրտերը հավատարմապար աղոթեն, խոնարհապար աղոթեն, ներող հոգով աղոթեն, կանգնած կամ նստած կարևոր չէ։ Աղոթենք այնպիսի ցևով, որ դերը բարավորվի, որ չլինի, որ մեր աղոթները խոչընդոտ լինեն մեր փապակներին, որ մենք ունենք Տիրոջ հանդեպ աղոթների միջոցով, ինչու որ երբ որ մեղք կա իմ մեջ, ըստ Սաղմոս 2 համաձայն, դերը ինձ չլսի, երբ որ այդ մեղքը շարունակում ենք բահել մեր մեջ եւ վազ չենք անցնում նրանից։ Եվ մեր սրտում բահում ենք։ Չէ, պետք է մեր մեղքը խոստովանենք, մեկտից ցկենք, դերը մեզ ողորմած է, մեզ կների իր խոստումի համաձայն եւ մեզ այդ օրհնությունը տալիս է։ Դեր օրհնե մեր բոլորին։ Ամեն։